Պարոն Միքայելյան, Ռուբեն Մխիթարյանի կալանավորումը բավականին անակնկալ էր, որովհետև մենք Գյումրիում էինք ու տեսնում էինք, որ երբ որ ոստիկանները փորձում էին մարդկանց բերման ենթարկել, ինքը ձեռքերը բարձր կանգնած, կարծես թե ուզում էր հանդարտեցնել։ Ինչ հիմքով է հիմա Մխիթարյանը կալանավորված, կներկայացնեք ինչի համար է նա մեղադրվում։ Ես այդ իմ մոտ հարց է առաջանում, արդյոք Ռուբեն Մխիթարյանը կկալանավորվեր, եթե չունենար ընդդիմադիր հայացքներ եւ չսատարեր մեր ձևով շարժմանը։ Պատասխանը իմ կարծիքով պարզ է բոլորի համար, որ ոչ։ Ռուբեն Մխիթարյանը տվյալ դեպքերից ժամեր առաջ Երևանում էր, մենք իրարից հանդիպել ենք ու շփվում ենք։ Լսելով բախումների մասին, նա անմիջապես մեկնեց Գյումրի, որպես իրավապաշտպան օգնություն ցուցաբերելու այն մարդկանց, որոնք դրանց կարիքը հնարավոր է ունենան։ Կադրերում երևում է նաև հստակ, թե ինչպես է Ռուբեն Մխիթարյանը քաղաքապետարան մուտք գործելու ժամանակ ներկայանում որպես փաստաբան իրավապաշտպան, որից հետո դուրս է գալիս այնտեղից եւ փորձում է հանդարտեցնել ժողովրդին ձեռքերը վերև բարձրացրած։ Բայց չգիտես ինչ պատճառներով, չգիտես ինչ հիմնավորմամբ նրան ձերբակալում են, որից հետո Ռուբենը հիմա կալանքի մեջ է։ Դեք այս ամեն ինչը զավեշտի ժանից է ու Ռուբեն Մխիթարյանը, ինչպես նաև բոլոր մեր քաղբանտարկյալ ընկերները այս պահին գտնվում են անազատության մեջ միայն մեկ պատճառով, որ իշխանությունները փորձում են վախ սերմանել հասարակության մեջ։ Այսօր ես տեղեկացա, որ Գյումրիից մենք ունենք մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք կամ գտնվում են ձերբակալողների պահման վայրերում, կամ գտնվում են ոստիկանության բաժանմունքներում, կամ արդեն դատարանի վճռով նրանց նկատմամբ իրականացվել է խափանման միջոց կալանք եւ գտնվում են արդեն կալանավայրերում։ Այս ամեն ինչը ուղղակի տանելի չէ եւ ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում ոստիկանները առաջին հերթին, որոնք կատարում են իշխանության հրահանգները, նրանք կանգ կառնեն ինչ-որ մի պահ եւ կանցնեն իրենց գործառույթներին։ Հստակ արձանագրում ենք, սա քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդում է քաղաքական քաղբանտարկյալ կարելի է հստակ համարել պարոն Մխիթարյանին։ Դա ակներև է, այլ բան, քան քաղաքական բանտարկյալ Ռուբեն Մխիթարյանին անվանել չի կարելի։ Օրինակ շատերը կապում են այս հարցը Գյումրու դեպքերի հետ, տեսեք, Վարդան Ղուկասյանի կալանավորումը ես չեմ ուզում գնահատական տալ, թե ինչի համար կալանավորեցին եւ ինչ արարքներ են մեղսագրում պարոն Ղուկասյանին, բայց դրանից հետո հետևող բոլոր գործողությունները տանում են նրան, որ այստեղ մենք գործ ունենք ոչ թե անձի հակաօրինական գործողությունների համար կալանքի տանելու կամ ձերբակալելու հետ, այլ քաղաքական բռնաճնշումների, որովհետեւ Գյումրում այսօր ինչ է կատարվում, մի քանի տասնյակ մարդկանց ձերբակալում են թե քաղաքապետարանի աշխատողներ, թե այլ աշխատակիցներ, պարզ չի ինչի համար սկզբից ձերբակալվում են, որից հետո ներկայացվում է ինչ-որ մեղադրական եզրակացություն։ Դրա համար ես հույս ունեմ ամեն դեպքում, որ իրակ մենք գործ կունենանք այնպիսի իրականության հետ ժամանակի ընթացքում, որ իրավունքը կգերակայի եւ այլ Հայաստանի Հանրապետությունում մենք չենք ունենա քաղաքական հայացքներով պայմանավորված բանտարկյալներ։ Եվ մեր շարժումը, մեր ձևով շարժումը հենց դրա նպատակն է հետապնդում, ինչպես եւ մենք մեր հոկտեմբերի 18-ի հանրահավաքին հայտարարեցինք, որ մենք պայքարելու ենք բոլոր քաղբանտարկյալների համար, Սամվել Կարապետյանի համար, սրբազան հայրերի համար, բոլոր այն հայերի համար, ովքեր իրենց քաղաքական հայացքների համար այժմ գտնվում են անազատության մեջ։